Կալիֆորնիայի վարորդների համար 2026 թվականից սկսած ճանապարհային երթևեկությունը կտրուկ կփոխվի, պաշտոնապես կգործարկվեն արագաչափ լուսանկարող սարքերը, այլևս կարիք չկա ճանապարհներին փնտրել ոստիկանական մեքենա, քանի որ նոր համակարգն ինքնաշխատ կերպով կգրանցի բոլոր իրավախախտումները։ Սա նշանակում է, որ տեխնոլոգիան այսուհետև ավելի արագ կգործի, քան նույնիսկ ամենահմուտ վարորդը։ Այս նոր համակարգը նախատեսվում է գործարկել Սան Ֆրանցիսկոյում, Սան Հոսեյում, Օքլենդում եւ հատկապես Լոս Անջելեսի տարածքում ներառյալ Գլենդել եւ Լոնգ Բիչ շրջանները։ Բավական է ընդամենը 11 մղոն ժամով գերազանցել սահմանված արագությունը եւ տեսախցիկը անմիջապես կֆիքսի ձեր մեքենայի հետևի պետհամարանիշը։ Այս գործընթացը ընթանալու է առանց լուսային ազդանշանների, առանց կանգառի եւ առանց որևէ երկխոսության հնարավորության։ Առաջին 60 օրվա ընթացքում գործելու է միայն նախազգուշացման համակարգը, դրանից հետո կգործեն տուգանքները։ Շատ վարորդներ եւ փորձագետներ համոզված են, որ այս փոփոխությունը ոչ թե անվտանգության մասին է, այլ եկամուտի։ Թեև վարորդական միավորները առայժմ չեն պակասի, սակայն քաղաքացիական տույժերը կարող են այնքան արագ կուտակվել, որ դառնան լուրջ ֆինանսական հարված ընտանեկան բյուջեի համար։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Կալիֆորնիայում սկսվում է վարորդների տուգանքների փոստային որսը, ովքեր են թիրախում։ Թրամփը դադարեցնում է տուրքերով հարձակումը Եվրոպայի վրա, ինչ են պայմանավորվել Գրենլանդիայի հարցում։ Թրամփի գրենլանդական դադարը բորսաներում ռեկորդների պատճառ է դարձել։ Խախտվում է բնակարանի անձեռնմխելիության սկզբունքը։ Այսը կարող է առանց օրդեր մտնել տներ։ Օրվա որսը։ Տեքսասի ներգաղթի կենտրոնում ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ սպանություն պահակների կողմից։ Պատմելու ենք մանրամասները։ Համեղ ու մահացու բոտուլիզմով վարակված պահածոները հայտնվել են նաև Լոս Անջելեսի խանութներում։ Մարտաֆիլմ հիշեցնող կադրեր Լոս Անջելեսից։ Մաքս Անենգը BMW-ով հարվածել է իրավապահներին։ Սպիտակ սարսափ Ամերիկայում ձյունն ու սառնամանիքը պատրաստվում են գերի վերցնել միլիոնավոր մարդկանց։ Պիտբուլը սարսափեցրել է զինված ներխուժողի։ Ինչու է լռում ոստիկանությունը։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ եւ ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրության եւ զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով եւ գրեք, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ օրվա թեմաներին։ Եվ այսպես, Կալիֆորնիայում վարորդների համար լավ օրերը պաշտոնապես ավարտվում են AB 645 օրինագծով, ճանապարհներին կարգազանց վարորդներին կորսան ռոբոտ տեսախցիկները։ Այլևս չեք կարողանա լեզու գտնել ոստիկանների հետ, երբ ռոբոտն է գրում տուգանքը, այն անմիջապես եւ անխուսափելիորեն հայտնվում է ձեր փոստարկղում։ Տուգանքները սկսվում են համեստ $50, սակայն լուրջ խախտումների դեպքում կարող են հասնել մինչև $500։ Լավ նորությունն այն է, որ սա սոսկ քաղաքացիական տույժ է եւ վարորդական միավորներ չեն պահվի։ Տեսախցիկները հիմնականում տեղադրվելու են շինարարական եւ աշխատանքային գոտիներում, Լոս Անջելեսի տարբեր շրջաններում եւ ամբողջ նահանգի տարածքում։ Համակարգը չի օգտագործելու դեմքի ճանաչման տեխնոլոգիա։ Ուստի նույնիսկ եթե վարում եք ձեր մեծ թրաքը, ուշադիր եղեք հատկապես այն վայրերում, որտեղ ճանապարհային աշխատանքներ են ընթանում։ Գրենլանդիայի հարցում կարծես լարվածությունը թուլանում է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած հանդիպումից հետո Թրամփը նշել է, որ կողմերը համաձայնեցրել են Գրենլանդիայի եւ ընդհանուր Արկտիկայի տարածաշրջանին վերաբերող ապագա գործարքի շրջանակը։ Սա նշանակում է, որ փետրվարի 1-ից սպասվող 10% մաքսատուրքերը առայժմ չեն կիրառվի։ Թրամփն ընդգծել է, որ այս նոր համաձայնությունը գործարքի հիմնական հայեցակարգն է, որը պետք է գործի հավերժ։ Թեև նախագահը դեռևս վճռական է ԱՄՆ վերահսկողությունը Գրենլանդիայում հաստատելու հարցում, նա Դավոսում հստակեցրել է, որ չի պատրաստվում ուժ կիրառել կղզին գրավելու համար։ Փոխարենը նա ակնկալում է անհապաղ բանակցություններ Դանիայի հետ ապահովելու համար, որ Ռուսաստանն ու Չինաստանը երբեք տնտեսական կամ ռազմական լուրջ հենակետ չունենան այնտեղ։ Դանիայի կառավարությունը ողջունել է լարվածության
կառավարության թույլատվումը, սակայն շեշտել է սեփական սկզբունքներն ու կարմիր գծերը հարգելու անհրաժեշտությունը։ Գրենլանդիայի շուրջ հետագա քննարկումները կղեկավարեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ովքեր միաժամանակ համակարգում են նաեւ ուկրաինական ու ռուսական բարդարաբերությունները։ Ամերիկյան ֆոնդային շուկաները Թրամփի հայտարարությանը արձագանքեցին անմիջապես։ Հունվարի 21-ին արձանագրվեց վերջին 2 ամսվա լավագույն ցուցանիշները։ S&P 500 ինդեքսը աճեց 1.16%-ով։ Հակառակ բորսայական ցնցումներին ներդրողները դեռևս խիստ զգուշավոր են։ Դրա վկայությունն է ոսկու գնի շարունակական աճը, որը վերջին տարում ավելացել է ավելի քան 75%-ով։ Այսպիսով, Գրենլանդիայի շուրջ ծավալված առևտրային պատերազմը առայժմ լիցքաթափված է, բայց ոչ ամբողջությամբ չեզոքացված։ Թեև Թրամփի վերջին հայտարարությունները հանգստացրին շուկաները, եվրոպական առաջնորդները շարունակում են քննարկել հնարավոր պատասխան քայլերը պաշտպանելու իրենց շահերը։ Կալիֆոռնիայից մինչև Մինեսոտա ներգաղթյալների համար սարսափելի իրականություն է սկսվում։ Համաձայն գաղտնազերծված ներքին հուշագրի ICE գործակալները այժմ պաշտոնապես կարող են բռնի ուժով մտնել տները առանց դատավորի կողմից ստորագրված հատուկ օրդերի։ Ըստ ներքին աղբյուրների հուշագիրը տարածվել է գաղտնի գործակալներին, հրահանգվել է կարդալ այն, բայց երբեք պատճենները չպահել իրենց մոտ։ Նոր կարգի համաձայն գործակալները իրավունք ունեն օգտագործել վարչական օրդերները, եթե ներգաղթյալն ունի արտաքսման վերջնական որոշում։ Գործողությունները հիմնականում պետք է տեղի ունենան առավոտյան 6-ից մինչև երեկոյան 10-ը, կիրառելով տուն ներխուժելու համար միայն անհրաժեշտ եւ ողջամիտ չափի ուժ, եթե ներսում գտնվողները կամավոր չեն բացում դուռը։ Թրամփի վերադարձից հետո ընդամենը 9 ամսում ICE-ը ձերբակալել է շուրջ 220,000 մարդու, որոնցից 75,000-ը չունեն որևէ քրեական անցյալ։ Թեև իշխանությունները պնդում են, որ սա օրինական գործընթաց է, քննադատները նախազգուշացնում են, որ սա քաղաքականությունն է, որը պետք է սարսափեցնի ամերիկացիներին։ Մեն նահանգում մեկնարկել է ներգաղթային հսկողության օրվա որսը, հատուկ գործողություն, որի շրջանակներում ICE գործակալները թիրախավորել են շուրջ 1400 մարդու։ Վարչակազմը պնդում է, որ իրենք թիրախավորել են վատագույն հանցագործներին, որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար։ Պորտլենդի և Լուիսթոնի բնակիչները հայտնվել են ծայրահեղ լարված վիճակում, սա իրոք շատ սթրեսային պահ է, նշում են իրավապահները, ավելացնելով, որ մարդիկ վախենում են նույնիսկ դուրս գալ հանրային վայրեր։ Շատերը ստիպված են կամավորների օգնությամբ կատարել գնումներ կամ երեխաներին դպրոց տանել իրենց թրաքներով, խուսափելով հնարավոր ձերբակալություններից և հետագա արտաքսումներից։ Գործողությունների պատճառով Պորտլենդի դպրոցներում ժամանակավորապես արգելափակվել են մուտքերը, ապահովելու համար աշակերտների անվտանգությունը։ Մենի ներգաղթյալների զգալի մասը ԱՄՆ-ում բնակվում է ավելի քան 20 տարի։ Ներքին անվտանգության նախարարությունը դեռևս չի հստակեցրել, թե որքան կտևի այս գործողությունը։ Կուբացի ներգաղթյալը չհասցրեց արտաքսվել, նրան սպանել են։ Թեքսասի Էլ Պասոյում գտնվող ICE կալանավայրում հունվարի 3-ին մահացած կուբացի ներգաղթյալի դիահերձման արդյունքները ցնցել են հանրությանը։ Թեև իշխանությունները սկզբում պնդում էին, թե նա փորձել է ինքնասպան լինել, փաստացի ապացուցվել է, որ նա խեղդամահ է արվել։ Ականատեսը հայտնել է, որ առնվազն 5 պահակ ուժով պահել են կամպոսին, իսկ նրանցից մեկը սեղմել է նրա պարանոցը մինչև գիտակցության կորուստը։ Սկզբում ICE-ը հայտարարել էր, թե անձնակազմը պարզապես փորձում էր օգնել նրան, սակայն հետագայում տեղեկությունը փոխվեց։ Իրավապահները նշեցին, որ կամպոսը կատաղի դիմադրություն է ցույց տվել անձնակազմին եւ շարունակել է կյանքին վերջ տալու փորձերը, ինչի հետևանքով էլ դադարել է շնչել։ Մահացածն ուներ քրեական անցյալ եւ նախկինում դատապարտվել էր երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Այնուամենայնիվ, մահվան ելքով հերթական միջադեպը լուրջ մարտահրավեր է իրավապահ համակարգի համար Թեքսասից մինչև Կալիֆոռնիա, Փենսիլվանիա եւ Քարոլինա։ Կալիֆոռնիայի եւ եւս 8 նահանգների բնակիչներին դաշնային պաշտոնյաները լուրջ նախազգուշացում են հղել չօգտագործել Ջենովա, Ելոֆին, Թունա ապրանքանիշի Թյունոսի պահածոները։ Պարզվել է, որ նախկինում մեկուսացված եւ վտանգավոր համարվող խմբականակը սխալմամբ հայտնվել է խոշոր խանութների վաճառասեղաններին։
Այս տեխնոլոգիական վրիպակը կարող է ճակատագրական լինել սպառողների համար, քանի որ պահածոները կարող են պարունակել բոտուլիզմի հարուցիչներ։ Վտանգավոր ապրանքը հասել է Լոս Անջելես, Safeway, Albertsons, Vons և Pavilions խանութներին, ինչպես նաև այլ նահանգների Major և Giant Foods ցանցերին։ Այն օգտագործելը խստիվ արգելվում է, նույնիսկ եթե պահածոն փչացած տեսք կամ հոտ չունի, քանի որ բակտերիաները անտեսանելի են և անհոտ։ Սպառողները պետք է անմիջապես ստուգեն իրենց գնած 5 ունցիանոց տարաների կոդերն ու պիտանելիության ժամկետը։ Եթե արդեն գնումներ եք կատարել, ապա կասկածելի ապրանքը պետք է կամ դեն նետել կամ վերադարձնել խանութ գումարը հետ ստանալու նպատակով։ Վատ զգալու դեպքում սպառողները պետք է անհապաղ դիմեն բժշկական օգնության, խուսափելու համար նյարդային համակարգի ծանր վնասումներից և հնարավոր անդառնալի հետևանքներից։ Լոս Անջելեսում հունվարի 21-ի առավոտյան իսկական մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է ստեղծվել։ ԱՄՆ սահմանապահ գործակալները իրականացրել են ներգաղթի վերահսկողության հատուկ գործողություն, որն ուղեկցվել է հետապնդմամբ ու կրակոցներով։ Իրավապահները փորձել են ձերբակալել մարդկանց մաքսանենգության մեջ մեղադրվող Ուիլյամ Կարբալյոին, ով նաև նախկինում կենցաղային բռնության համար ձերբակալված էր եղել։ Հանցագործն իր BMW-ով փորձել է փախչել, հարվածելով ուժայինների մեքենաներին։ Ներքին անվտանգության նախարարության խոսնակը նշել է, ձերբակալությունից խուսափելու վտանգավոր փորձի ժամանակ այս հանցագործ ապօրինի ներգաղթյալը մեքենան որպես զենք է օգտագործել և հարվածել իրավապահներին։ Գործակալներից մեկը վախենալով իր կյանքի համար կրակ է բացել։ Կարբալյոն, որին արտաքսման վերջնական որոշում կար դեռ 2019-ից, վթարից հետո փորձել է փախչել ոտքով, սակայն արագ ձերբակալվել է։ Բախման հետևանքով մեկ գործակալ վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայրում աշխատել է Կալիֆոռնիայի մայրուղային բարեկային ծառայությունը, իսկ փողոցում նկատվել են դաշնայինների կողմից կիրառվող առանց տարբերանշանների ամենագնացներ և թրաքներ։ Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասում գիշերային արտակարգ իրավիճակ է ստեղծվել, երբ կայանված Ford F-150 մոդելի թրաքը հանկարծակի բռնկվել է։ Հրշեջները ստիպված են եղել բավական շատ ջանքեր գործադրել, քանի որ բոցերն արդեն ամբողջությամբ պատել էին մեքենան։ KTLA հեռուստաընկերության ձեռք բերած կադրերում երևում է, թե ինչպես է մեքենան լիովին կլանված կրակի մեջ։ Բարեբախտաբար փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է հաշված րոպեների ընթացքում հաղթահարել բոցերը։ Թրաքը լուրջ վնաս է կրել, սակայն հրշեջների ջանքերով կանխվել է կրակի տարածումը հարևանությամբ գտնվող այլ կառույցների կամ մոտակայքում կայանված մեքենաների վրա։ Դեպքի վայրում աշխատող մասնագետները նշում են, որ նմանատիպ ամբողջական բռնկումները պահանջում են հատուկ հմտություն և տեխնիկական միջոցներ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Դեռ բաց է մնում նաև գլխավոր հարցը՝ ինչու է բռնկվել մեքենան։ Միացյալ Նահանգներում սպասվում է հզոր ձմեռային փոթորիկ, որը կձգվի մոտ 2000 մղոն հարավային հարթավայրից մինչև հյուսիսային արևելք։ Մասնագետները նախազգուշացնում են, որ սա կարող է հանգեցնել միլիոնավոր մարդկանց հոսանքազրկման և ճանապարհների լիակատար անանցանելիության։ Հյուսիս-արևելքում, մասնավորապես Նյու Յորքում և Փենսիլվանիայում արդեն գրանցվել են լուրջ վթարներ, այդ թվում 60 մեքենայի մասնակցությամբ խոշոր բախում։ Ավիաընկերությունները չեղարկել են տուգանքները վերամրագրումների համար, քանի որ փոթորիկը կարող է ազդել տասնյակ օդանավակայանների աշխատանքի վրա։ Սպասվում են ջերմաստիճանի ռեկորդային անկումներ հասնելով մինչև 50 աստիճան ցրտի։ Բնակչությանը խորհուրդ է տրվում կրճատել էլեկտրոէներգիայի օգտագործումը և պահեստավորել առաջին անհրաժեշտության պարագաներ երկարատև հոսանքազրկումների դիմակայելու համար։ Լոս Անջելեսում գիշերային զինված հարձակման փորձը անսպասելի ավարտ է ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել Memory Drive և Թուհունգա Քանյոն փողոցների խաչմերուկի մոտակայքում գիշերվա ժամը 2-ից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մի ձեռքում դանակ, մյուսում ատրճանակ բռնած փորձում ներխուժել տուն, սակայն նրան կանգնեցնում է ընտանիքի շունը։ Տանտերերի խոսքով իրենց կյանքը փրկել է Էյսը, մոխրասպիտակավուն պիտբուլը, որն իր հաչոցով ու վճռականությամբ սարսափեցրել է զինված հանցագործին։ Մենք գաղափար անգամ չունեինք, թե ով է այս մարդը, լրագրողներին հայտնել է տանտերը։ Խնդրում ենք լինել զգույշ և ուշադիր Թուհունգա Քանյոն բուլվարի տարածքում, ահազանգում են բնակիչները։ Չնայած լուրջ վտանգին, ոստիկանության արձագանքը հակասական է։ Բնակիչներն անմիջապես զանգահարել են 911, սակայն Լոս Անջելեսի
Լոս-Անջելեսի ոստիկանությունը թեև հաստատել է զինված հարձակման մասին հաղորդումը, պաշտոնական արձանագրություն չի կազմել։ Տանտերերը պնդում են, որ իրավապահները դեպքի վայր ընդհանրապես չեն ժամանել։ Լոմփոքից Էշլի Բազարդը կրկին կանգնել է դատարանի առաջ մեղադրվելով սեփական 9-ամյա դստեր Մելոդիի դաժան սպանության մեջ։ Երկարատև ու բազմամյա միջնահանգային փնտրտուքներից հետո երեխայի մարմինը հայտնաբերվել էր Յուտայի հեռավոր ու ամայի վայրերից մեկում։ Մայրը չի ընդունել իր մեղքը, թեև նրան սպառնում է առաջին աստիճանի սպանության ծանր մեղադրանք։ Հետաքննությունը պարզել է, որ Էշլին վարձակալած մեքենայով անցել է մի քանի նահանգներով, այդ թվում Կալիֆոռնիայով ու Քոլորադոյով։ Ինքնությունը թաքցնելու նպատակով նա կեղծամներ է գրել ու պարբերաբար փոխել պետհամարանիշները։ Իրավապահների կարծիքով ապացույցները հստակ մատնանշում են հաշվարկված, դիտավորյալ եւ անգութ գործողություն, որն իրականացվել է սառնասրտորեն։ Ողբերգությունը սկսվել էր դեռ հոկտեմբերին, երբ դպրոցից ահազանգել էին երեխայի տևական բացակայության մասին։ ԴՆԹ հետազոտությունը վերջնականապես հաստատել է, որ Յուտայում հայտնաբերված գլխի շրջանում հրազենային վնասվածքից սպանվածը հենց փոքրիկ Մելոդին է։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ, առաջարկելով ավելի բարձր դրամական վճարներ նրանց, ովքեր կհամաձայնվեն ինքնակամ լքել երկիրը։ Եթե նախկինում անօրինական ներգաղթյալներին առաջարկվում էր $1000 եւ անվճար ավիատոմ, ապա այժմ վարչակազմը գումարը հասցրել է $2600։ Կամավոր հեռանալ ցանկացողները կարող են գրանցվել հատուկ հոմ բջջային հավելվածի միջոցով։ Ըստ պաշտոնական տվյալների, արդեն 2.200.000 մարդ կամավոր հեռացել է ԱՄՆ-ից, իսկ Թրամփի պաշտոնավարման 1 տարում իրականացվել է 675,000 բռնի արտաքսում։ Հյուսիսային Քարոլինայի Ռոլի քաղաքի 18-ամյա բնակիչը պաշտոնապես ընդունել է մեղքը 2022 թվականին իրականացված սարսափելի սպանդի համար։ 15 տարեկան դեռահասը սպանել էր իր հարազատ եղբորը եւ եւս 4 հարևանների։ Ողբերգությունը սկսվել էր սովորական դպրոցական օրը տանը տեսախաղեր խաղալուց հետո։ Եղբորը սպանելուց հետո նա դուրս է եկել փողոց եւ կրակ բացել հարևանների, այդ թվում աշխատանքի մեկնող մի ոստիկանի ուղղությամբ։ Մեղադիրալին սպառնում է ցմահ բանտարկություն առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։ Լոս Անջելեսի Քաստայիկ շրջանում չորեքշաբթի գիշերը իսկական իրարանցում է սկսվել։ Գիշերվա ժամը 1-ի սահմաններում բնակիչները փողոցի մեջտեղում նկատել են վիրավոր պումայի ձագի։ Շուտով հարևանությամբ նկատել են նաև ձագի մորն ու եւս մեկ պումայի, ինչն ավելի է բարդացրել փրկարարական աշխատանքները։ Բնապահպանության ոլորտի մասնագետները հաստատել են, որ ի վերջո հաջողվել է բռնել վիրավոր էգ ձագին։ Մասնագետները հույս ունեն, որ պատշաճ բուժում ստանալուց հետո փոքրիկը շուտով կվերադառնա բնություն։ Թողարկումը կշարունակի իմ գործընկերը։ Առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների շարքից մինչև անսպասելի բացահայտումներ վիճակագրական վերլուծություն։ Սա այն է, ինչ ձեզ սպասվում է առաջիկա րոպեներին, իսկ ես հրաժեշտ եմ տալիս։ Բարև ձեզ, օրը հինգշաբթի է եւ Glendale News-ի եթերում պատմելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումների մասին։ Ես Մանու Հարությունյանն եմ։ Թողարկման այս հատվածում ձեր ուղեկիցն ու զրուցակիցը։ Տոնական օրերն արդեն անցել են, բայց դա չի նշանակում, որ օրը հետաքրքիր կազմակերպելու տարբերակներ չկան, այնպես որ ուշադիր եղեք ու առաջիկա րոպեներին հաստատ ձեր ճաշակին համահունչ որևէ տարբերակ կգտնեք։ Սկսենք կինոմաններից։ Հայկական կատակերգություն, հայկական գործը։ Դիտեք հունվարի 31-ին երեկոյան 7-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ում։ Ձեր ուրախ տրամադրության հաջորդ երաշխավորը կարող է լինել Full House կատակերգական արկածային ֆիլմը, որը կարող եք դիտել փետրվարի 8-ին երեկոյան 5-ին կամ 8-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ում։ Հաջորդ նորությունը ստենդափի սիրահարների համար է։ Տաքսիստ Հենդո Մհեր Մխիթարյան առաջին անգամ իր ստենդափ շոու ներկայացնում է Լոս Անջելեսյան բեմում։ Հունվարի 30-ին երեկոյան 7:30 AGBU Performing Arts Center-ում։ Անմոռանալի երեկո մեղմ ջազի եւ սուր հումորի համադրությամբ Jazz and Stand-up փետրվարի 3-ին երեկոյան ժամը 8-ին Glendale-ի վերանդա լանջում։ Երաժշտասերներին հասանք ու հաջորդ նորությունը դասական երաժշտության սիրահարների համար է։
Դասական երաժշտության տոն ռոմանսներից մինչև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հունվարի 31-ին երեկոյան ժամը 6:30-ին Լոս Անջելեսի Zipper Hall-ում։ Իսկ հիմա հրավիրում եմ հատկապես պարույր սևակի սիրահարներին և թատերասերներին։ Գլխապտույտ Vertigo ներկայացումը կարող եք վայելել փետրվարի 8-ին երեկոյան ժամը 7:30-ին Burbank-ի Culture Palace-ում։ Եթե աշխատանք եք փնտրում, հաջորդ թեման կհետաքրքրի հենց ձեզ։ Փասադենայի աշխատանքի տոնավաճառ։ Անձամբ հանդիպեք տեղական և Fortune 500 ցանկում ընդգրկված ընկերությունների, recruiter-ների ու HR մենեջերների հետ։ Կազմակերպիչները հորդորում են հագնվել ներկայանալի և ունենալ թարմացված CV։ Միջոցառումը անվճար է աշխատանք փնտրողների համար։ Հանդիպումը կկայանա հունվարի 31-ին ժամը 12:30-ին Փասադենայում։ Հունվարի 25-ին երեկոյան ժամը 5-ին Հայ Հեղափոխական Դաշնակցություն կենտրոնական կոմիտեն հրավիրում է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի Ալեքս թատրոնը։ Միասին նշելու կազմակերպության հիմնադրման 135-ամյակը։ Սրանք էինք առանձնացրել սպասվող միջոցառումներից։ Աշխատել ենք ոչ մի հետաքրքիր ու օգտակար բան բաց չթողնել, բայց եթե ունեք առաջարկներ, գրեք մեզ, միասին կարող ենք մեր առաջիկա հանդիպումներն ավելի հետաքրքիր ու ավելի օգտակար դարձնել։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը։ Կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը և կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։